Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Ազգային ժողովը քննարկվան համակարգային խնդիրների լուծման ուղին են։ Կարին Քրչցնին Սյունիքան նշաձողը Թուրքիա-Ադրբեջանի ճնշումն են սրվում են։ Իրանա-Իսրայելը հայտնում են հարվածների ու զոհերի մասին։ Դրոնավ նկարահանվալա տորտումա ծմակները մկեղլուկացած հրչերին ամրոցը Ռաֆայել Լեմկին անունը հավերժացվալա ցեղասպանության հուշահամալիրում Ջեմալ Փաշան վերանայում է թրքացված հայ որբերին։ Թալիաթ Փաշային հուշարձանը քննադատության թիրախում, Արցախ էթնիկ զտման դեմքերը ցուցահանդեսը պետվալա Իսպանիա։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին 23-րդ նիստին վաղ օրակարգի առաջին կետավ ելույթ ունեցավ պարոն Արմենակ Աբրահամյանը, Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահը, անդրադառնալով համակարգային խնդիրներին ու դրանց լուծման անհրաժեշտությանը։ Ինքը շեշտավ էր օրենսդիր մարմինը պետք է լրջորեն զբաղվի հարցերով, ապահովելով օրենքի պահանջներին համապատասխանություն։ Սաղ նախաձեռնությունն ըստ ուրան պետք է ունենան հստակ իրավական հիմք, հիմնվելով Արևմտյան Հայաստանի օրենքների ու սահմանադրական դրույթներին իրան։ Նիստին վաղ անդրադարձել նաև օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը ներկայացվալա նորընտիր քարտուղար Էդիտա Բեգլարյանը, հետո պարոն Արմենակ Աբրահամյանը հանդես եկալ կանոնակարգային փոփոխությունների առաջարկությունով նշելով էր անհրաժեշտ է կարգավորել падգամավորների ներգրավվածությունն նախաձեռնությունների ներկայացման ընթացակարգերը, նախատեսմամբ էր համապատասխան կանոնակարգը հաստատվելու առաջիկա նիստումը, ամփոփելով պարոն Արմենակ Աբրահամյանը կոչարալ падգամավորներին ինել առավել նախաձեռնող ու ակտիվ մասնակցել սաղ միջոցառումներին ու օրենսդրական աշխատանքներին։ 168 TV դիպլոմատ հաղորդման վխտեն Արևելագետ Կարինե Գևորգյանը, քաղաքագետ Արտուր Խաչիկյանը խոսան Իրան-Իսրայել 12-օրյա կռվի ու դրա հետևանքների մասին։ Կարինե Գևորգյանի նսելավը այս զարգացումն տեղի ունենում Միացյալ Արևմուտքում խորացող ճգնաժամի ֆոնին։ Ինքը կարծում է, թե Իրանը պարտվալ չի այս ճակատամարտում չնայած կորուստներին։ Իրանը որպես հզոր պետություն շարունակում է ներքին կանոնացման գործերը։ Արտուր Խաչիկյանը ընդգծալավ էր Իսրայելը Ամերիկայի գործողությունն լրջորեն հեղինակազրկումը միջազգային Իրանսելավը աշխարհքը նիամտալ ուժեղի իրավունքին փուլը, իսկ մերձավոր արևելքը թայզյա կռվի շեմինը։ Ինքն այն մտահոգություն է հայտնալվեր Իրանը թույլացումը կարե ուժեղացնել Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան առանցքը ի վիլցնե ճնշումը արևելյան Հայաստանը իրա հանգեցնելով թայզյա զիջումների։ Արտուր Խաչիկյանը զգուշացրալ էր հնարավորում պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը հալամ տեղյակ չի, ինչը այս իրավիճակը սարքում է առավել վտանգավոր Հայաստանին հետի։ Իսրայելական ուժերը նորից ավիահարվածներ հսցրալ Թեհրանը տարբեր շրջանների հաղորդումա տեսնիմը։ Հունցնուճմն իրանական լրատվամիջոցներն Իսրայելը նախկինում հայտարարել էր Թեհրանա 6-րդ ու 7-րդ շրջանների բնակիչների տարհանման մասին։ Որոշ տեղեկությունների համաձայն Թեհրանանը հետ միաժամանակ հարձակումներ տեղի ունեցալ նաև երկրի որոշ հյուսիսային, հյուսիսարևմտյան ու հարավային քաղաքներում։ Բացի այդ տեղեկատվություններին հայտնվել երկու իրանցի միջուկային գիտնականների դիտավորյալ սպանության մասին։ Թեհրանը Իսրայելը հարձակումներին վխտեն Հերմես թրջող սարքը հարձակման է ենթարկվել ու խոցվել հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Իրան Հերթին Թայմսով Իսրայելը հաղորդում էր Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով սօր առավոտեն Իրանա-Իսրայելի իրա 2 համազարգավ արձակվել 6 հատ հրթիռ։ Первый հարձակումը ներառալ է 2 հատ հրթիռ, իսկ երկրորդը 4։ Ավելի վաղ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանա-Իսրայելը համարյա թե միաժամանակ խնդրալն իրան խաղաղություն։ Դրանայետը Իրանը արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր Իրանը դադարեցնելու է պատասխան գործողությունը, եթե Իսրայելի ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ դադարե։ Արևմտյան Հայաստանի Կարինա նահանգի տորտում շրջանին ծմակի բարձունքներում գտնվող միջնադարյան հրչերի ամրոցը բնօրինակը հրչեար հրչար կամ հրչեր նորից հայտնվել է պատմության ու բնության սիրահարների ուշադրության կենտրոնում։ Դարեր շարունակ կաղնում մնացած այս պատմական շինությունը այս վերջերս նկարահանվել է Օթանդրոնի Քյոմագյավը։ Ամրոցը սարքված այլ զառիթափ ժայռին իրան անտառասրտում ու հասանելի է մենակ քայլուղիով։ Պատերը սարքված էլ տաշված քարը, ինչը ի հակադրություն ժամանակակից տեխնոլոգիաների բացակայությանը ապահովել է դրա երկարամյա պահպանությունը։ Չնայած որոշ հատվածների մասնավորապես մուտքին կողքին գտնվող պատերի փլուզմանը ամրոցը հիմնականում կանգուն է մնացել։ Հուշարձանը աշկի անկնում ոչ միայն իր պատմական նշանակությամբ, այլ նաև շրջակա բնության ու ծմակավ ծածկված լեռնաշխարհի նհեց ստեղծած ներդաշնակությունով։
Հունիսի 24-ին Ծիծեռնակաբերդ տեղադրվալա ցեղասպանություն եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի հուշափոր արձանը յուրան ծննդյան 125-ամյակին կապակցությունավը։ Նյու Յորքի գերեզմանոցան պերված հողավսափորը տեղադրվալա Լեմկինի անվան հուշաքարին կողքին միջոցառումը հարգանքի տուր քայլեր իրավաբանին վերներշնչված 1915 թվականի հայերի ցեղասպանությունն ձևակերպալա ցեղասպանություն հասկացությունը ու քյոմագերալ 1948-ի ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայի ընդունմանը։ Թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիթ Ագզոյանը նշել է Լեմկինը կրեց ցալամի բառավ արտահայտ է հայ ժողովրդի տառապանքը։ Հանդես են եկալ նաև Վիտոլդ Ռեպետովիչը ու Նարեկ Պողոսյանը։ Հուշապատումում ամփոփված են նաև այլազգի մարդասիրական գործիչների անուններն Նանսենա մինչև Բրայս ու Յակոբսոն։ Նախաձեռնությունը գործում է 1996 թվականից սկսած։ 1917 թվականին Դամասկոսում Օսմանյան կայսրության ռազմական ղեկավար Ջեմալ Փաշան վերանայել է հայ որբերին վեր ստիպողաբար թրքացված ընելար Բերվի համաշխարհային պատերազմի տարիներին։ Այս տեսարանը հանդիսան մային քաղաքականության օրինակներ ամինը վերավ Օսմանյան իշխանությունն փորձել իսնել մշակութային ձևով ձուլին հայերին ցեղասպանության ժամանակ ոչ միայն ֆիզիկական, այլև ինքնության վերացման ճանապարհը։ Թրքմացման ենթարկված այս խոխերքը զրկված լինելավ իրանց ընտանիքներ անկրոնան ու լյուզվան դաստիարակվել իսնելար որպես մահմեդական ու թորք։ Այս դեպքը վկայել իսարել նրա մասին հունցան համակարգված ձևով իրականացում ազգաբնակչության հսկողություն ու մշակութային բռնաճնշում։ Թուրքիայի ազգային մտ ժողովումը սուր բախումներին տեղի ունեցավ կապված Թալիաթ Փաշայի հուշարձանի տեղադրմանը հետ։ Դեմ կուսակցության մարտինապատգամավոր Ջորջ Ասլանը կոշտ քննադատության է ենթարկալ նախաձեռնությունը ընդգծել ավեր հուշարձան պիտի կառուցվեր ոչ թե ցեղասպանության հրաման տվողին, այլ 1915 թվի զոհքեցած հայերին հետի։ Ընդունում չնքուշարձանը են մարդու պատմին վերհրամայելա հայերի զանգվածային սպանությունը ունեցվածքի բռնագրավումը։ Ոմանց հետ ինքը կարը հերոսին է, բայց մզետի ինքը մարդասպանա, հայտարարալա Ասլանը։ Յուրային ելույթում միանգամից արժանացալա լավ կուսակցության պատգամավորների բուռն արձագանքին, ընդհատումների ու վեճի։ Մանիսայի պատգամավոր Շենոլ Սունաթը դաժե դավաճանա անվանալ Ասլանին ու անիծալա յուրան խոսքը, ինչը ստիպալա նիստը վարող փոխնախագահ Թեքին Բինգյոլին միջամտել ու դադարեցնել նիստը։ Թալիաթ Փաշայի անունով հուշարձանի տեղադրումը տեղի ունեցավ Անկարայի քաղաքապետ Մանսուր Ռավաշիի որոշումով որպես մաս արտաքին գործերի նահատակների հիշատակի համալիրի։ Բայց այդ քայլը ծանր արձագանք հաճարալ հատկապես քրիստոնյա փոքրամասնությունների ու ցեղասպանությունը ճինանչող շրջանակների կողմից։ Ասլանուրյան ելույթում հիշեցրալ ավեր Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչությունը 1915 թվականին կազմալա մոտ 3 միլիոն, մինչդեռ սորե թիվը հաշվում է տասնյակ հազարներով։ Ինչ արել է ժողովրդին հետ։ Սա է հարցը։ Վերհալամոնովիչ իրան պատասխանը ու պահանջում է արդար առերեսում, նշել է պատգամավորը։ Քննարկումներ շարունակվում են նշան ստալը վեր հայերի դեմ իրականացված ցեղասպանության թեման մնամ է Թուրքիայի ներսում քաղաքական ու հասարակական լարվածության հիմնական օջախներ ամինը։ Փախստականների միջազգային օրը Իսպանիայի Սանտ Իլարիսա Կալմ քաղաքում պեցվալա լուսանկարիչ Անդրեո Ֆերնանդեսի Արցախը էթնիկ զտման դեմքերը ցուցահանդեսը Կատալոնիայի Արարատ հայկական միության ու քաղաքապետարանի քյոմագյավը։ Ցուցահանդեսը նվիրված է 2023-ին Արցախը բռնի տեղահանված 120,000 հայերի մարդկային ողբերգությանը։ Բանախոսներն ընդգծալը Լաչինա Միջանցքի Բերձորի ճանապարհ շրջափակման հետևանքները դա բնութագրել որպես թեզա ցեղասպանության ձև։ Ելույթ ունեցալ Սարգիս Հակոբյանը, Անդրեո Ֆերնանդեսը Սլավիա Ավիկարությունյանը դատապարտել է մարդու իրավունքների խախտումներն ու միջազգային հանրության լռությունը։ Ցուցահանդեսը կոչ է աղում միջազգային հասարակությանը դատապարտել էթնիկ զտումներն ու սատարել Արցախ ցուցիրավունքներն։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։